Այսօր վերջին զանգը հեռուստասերիալի դերասան Լևոն Մկրտչյանի ու իր սիրելի Էվելինա Ստեփանյանի հարսանեկան արարողությունն է, որն անցնում է գեղեցիկ միջավայրում, երգով ու պարով։ Ձեզ ենք ներկայացնում նրանց հարսանեկան առաջին պարը և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր տեսանյութերը դիտելու հնարավորությունը։ Մնացեք մեզ հետ ու դիտեք գեղեցիկ կադրեր նրանց հարսանեկան արարողությունից։ Վերջին զանգը հեռուստասերիալից հայտնի Լևոն Մկրտչյանի ու նրա սիրելիի կյանքն արդեն մի քանի օր է, ինչ համացանցի միակ քննարկման թեման է։ Դերասանի անձնական կյանքն առավել բուռն քննարկվեց, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարները։ Երբ ձեր լուսանկարները հայտնվեցին համացանցում, շնորհավորելու փոխարեն սկսեցին այնպիսի բաներ գրել, որ ապշել կարելի է։ Ինչպես կարելի է նայել երկու իրար սիրող մարդու ու երջանկություն մաղթելու փոխարեն բացասական բաներ գրել, ինչպես հաղթահարեցիք դա, դիմելով նրանց, հարցրեց հաղորդավարուհին։ Նշենք, որ նրանք հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի Live Room հաղորդման սերտ շրջանակներում։ Իրականում ես իրեն չեմ թողնում կարդա այդ քոմենտները, որովհետև իմաստ չեմ գտնում, էական չեն, ասել էր Լևոնը։ Այս պահին էլ վատ մեկնաբանությունները չեն դադարում։ Ինչ գեշ ես, գրել է հետևորդներից մեկը, ինչին ի պատասխան Էվելինա Ստեփանյանը գրել է. Իմ գեշ լինելը չի արդարացնում ձեր տհասությունը։ Այնուհետև այս լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է ու գրել. Այս ֆեյքավարակ, թարախաբլթ զանգվածը ամեն օր որոշակի անհանգիստ մարդկանց կողմից գործի դրվելով իրենց վախը թաքցրած անտրամաբանական տառակույտ հիշեցնող անվանումների ներքո փորձում է իր պարապուրտը փարատել իմ էջում կամ այն էջերի ներքո, որոնք բացվել են իմ անունով և ամեն ժամ զբաղված են գողությամբ, իմ հեղինակային ու անձնական լուսանկարների և վիդեոների գողությամբ։ Ու էական չէ, որ նրանք ինձ անթաքույց բլոկել են, որ հանկարծ չգտնվեն։ Ասել է, թե այս ծուռ աշխարհում և այս ծուռ մարդկանց հետ պիտի ապրենք ու արարենք։ Խաղաղություն ամենեցուն, տգիտությունն ամենամեծ չարիքն է, որը շարունակում է ակտիվ հոշոտել բոլորիս։ Նշենք, որ մարդիկ կարող են վատ մեկնաբանություններ գրել մի քանի պատճառներից ելնելով։ Սոցիալական մեդիայի և համացանցի դարաշրջանում վատ մեկնաբանություններն ու քննադատական խոսքերը դարձել են գրեթե անխուսափելի։ Անկախ նրանից խոսքը վերաբերում է հայտնի մարդկանց, հասարակական գործիչներին, թե սովորական օգտատերերին, միշտ գտնվելու են մարդիկ, ովքեր կնախընտրեն արտահայտվել բացասական տոնով։ Մենք գտել ենք մի քանի հիմնական պատճառներ, թե ինչու են մարդիկ գրում վատ մեկնաբանություններ։ Առաջինը դա նախանձն է և մրցակցությունը։ Շատ հաճախ մարդիկ քննադատում են նրանց, ովքեր հաջողության են հասել, որովհետև իրենց կյանքում չեն կարողանում հասնել նույն արդյունքին։ Նրանք կարող են նախանձել ուրիշների հայտնիությանը, հաջող կարիերային, գեղեցիկ հարաբերություններին կամ ֆինանսական կայունությանը։ Երկրորդը դա անհանգստություն և սեփական խնդիրները արտահայտելու ձևն է։ Շատ մարդիկ, ովքեր բախվում են անձնական խնդիրների, իրենց դժգոհությունը արտահայտում են ուրիշների հասցեին անգամ առանց գիտակցելու դա։ Վատ մեկնաբանություններ գրելը երբեմն մարդու համար դառնում է ինքնաարտահայտման միջոց, որովհետև նա չի կարողանում իր խնդիրները լուծել առողջ ձևով։ Երրորդը դա գաղտնի անանունությունն է, այսպես ասած, ինտերնետի քաջերը։ Շատ մարդիկ համարձակվում են գրել վիրավորական կամ վատ մեկնաբանություններ միայն այն պատճառով, որ թաքնված են իրենց էկրանի հետևում։ Եթե նույն մարդիկ լինեին իրական կյանքում և նույն բաները ստիպված լինեին ասել դեմ առ դեմ, նրանք ամենայն հավանականությամբ կխուսափեին նման արտահայտություններից։ Չորրորդը տարբեր կարծիքներ չհամաձայնվելու ցանկությունն է։ Ոչ բոլոր վատ մեկնաբանություններն են գալիս չարությունից։ Երբեմն մարդիկ պարզապես չեն կիսում տվյալ մարդու կամ իրադարձության վերաբերյալ տարածված կարծիքը և ուզում են արտահայտել իրենց դժգոհությունը։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են նաև գրավել ուշադրություն։ Որոշ մարդիկ պարզապես սիրում են սադրանքներ ստեղծել և դիտմամբ գրել վատ մեկնաբանություններ, տեսնելու, թե ինչ արձագանքներ կստանան։ Նրանց համար դա ժամանցի ձև է, և նրանք հատուկ փնտրում են այնպիսի թեմաներ, որոնք կարող են մեծ արձագանք առաջացնել։
Ինչպես վերաբերվել այդ վատ մեկնաբանություններին։ Ավելի լավ է հիշել, որ շատ վատ մեկնաբանությունները գալիս են անձնական խնդիրներ ունեցող մարդկանցից, ոչ թե քեզ հետ կապված իրական պատճառներից։ Չպատասխանել նեգատիվով։ Բոլոր քննադատություններին պատասխանելը ոչ միշտ է ճիշտ որոշում, երբեմն ավելի լավ է պարզապես անտեսել կամ պատասխանել հումորով։ Ոչ բոլոր վատ մեկնաբանություններն են թունավոր, երբեմն դրանց մեջ կարող է լինել օգտակար կարծիք, որը կարող է օգնել անձի զարգացմանը։ Չմոռանալ, որ ամեն ինչ հարաբերական է, ինչ-որ մեկի համար վատը մյուսի համար լավն է, ոչ ոք չի կարող բոլորին դուր գալ։ Եվ վերջապես, վատ մեկնաբանությունները համացանցի անբաժան մասն են, բայց դրանք չպետք է ազդեցություն ունենան մարդու կյանքի վրա։ Հաջողակ մարդիկ միշտ քննադատության կենտրոնում են, բայց դա միայն նշանակում է, որ նրանք ինչ-որ բան ճիշտ են անում։ Եվ հիշիր, ինչպես ասում են, եթե ոչ ոք չի քննադատում քեզ, ուրեմն դու ոչ մի նշանակալի բան չես անում։ Եվ հիշիր, երբ մարդն ունի երջանիկ ու բավարարված կյանք, նա չի կորցնի իր թանկ ժամանակը ուրիշների վրա ատելություն տարածելու համար։